Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Մովսիսյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մովսիսյան, ես լսել եմ բազմաթիվ ձեր հարցազրույցներից, բազմաթիվ հարցազրույցներ եւ բավականին հետաքրքիր է ձեր տեսակետները, դուք անդրադառնում եք տարբեր հարցերի, բոլորիս հուզող քաղաքական հարցերի, քաղաքական վերլուծություններ եք ներկայացնում։ Կրկնում եմ, հետաքրքիր են ձեր տեսակետները, բայց այսօրվա հարցազրույցը ուզում եմ սկսել Restart հիմնադրամի ծրագրերի մասին, որպեսզի ավելի հասկանալի լինի ձեր գործունեությունն ընդհանրապես։ Մի քիչ եթե դժվար չէ, պատմեք հիմնական նպատակը, հիմնական նախաձեռնությունը, առաքելությունը Restart հիմնադրամի, երբ եք սկսել, ինչ ծրագրեր եք անում, ինչու եք անում, ինչ վերջնարդյունքի համար եք աշխատում։ Համեցեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար ու տրված հարցի համար, որովհետև իմ ծանոթներից մեկը հետաքրքիր միտք է արտահայտել վերջերս, որ խոսում էինք տարբեր հասարակական գործընթացների մասին։ Շատ պարզ միտք է, ասում եմ, եթե ուզում ես հասկանալ խոսնակը ինչ է ասում, նախ պետք է իմանաս ով է, դրա համար մերսի այս հարցի համար։ Մենք սկսել ենք 2017 թվականից, երբ հանրապետական կուսակցության իշխանությունն էր, Սերժ Սարգսյանն էր, ով արդեն պետք է հետո արդեն երրորդ ժամկետի գնար, մենք սկսել ենք տարկետում լինելու կարգախոսով շարժում։ Մեր նպատակն այն էր, որ գիտությամբ զբաղվող երիտասարդը, ուսանողը օգտվի տարկետման իրավունքից, պահպանի իր տարկետման իրավունքը եւ դրանով ավելի նպաստի Հայաստանի անվտանգությանը։ Գործող կառավարությունը այն ժամանակվա մտածում էր, որ ոչ, իհարկե սա կարելի է հասկանալ, իրենք իրականում այդպես են կարծում, թե ուղղակի գաղափարախոսական, քարոզչական դաշտում են դա դիտարկում։ Ասում են ոչ, պետք է բոլորը գնան ծառայելու։ Մենք էլ ասում ենք համաձայն ենք, թող բոլորը գնան ծառայելու, դրա համար վերացրեք սկզբից կոռուպցիան, հատկապես առողջապահական ոլորտում, հատկապես կոռուպցիոն տարբեր սխեմաներով պաշտոնյաների երեխաները, երբ որ բանակից ազատում են, այդ դեպքերը վերացրեք, հետո նոր եկեք գիտության։ Մենք կարելի ասել մեր նպատակին չհասանք այդ շարժումով, այդ օրենքը գաղտագողի գիշերը ընդունվեց, բայց այդ շարժման արդյունքում ձևավորվեց մի կորիզ, բավականին ակտիվ խելացի երիտասարդներից, հատկապես ուսանողներից կազմված, եւ ես այդ ժամանակ ընդամենը առաջի կուրսում էի, նոր էի տեղափոխվել Երևան, բայց ինձ այդ հեղափոխական տրամադրությունները, փոփոխությունները շատ էին մտահոգում, ես հետաքրքրված էի Հայաստանի ապագայում, միայն իմ կրթությամբ չէի, որ մտահոգված էի։ Իջևանից եմ տեղափոխվել Երևան, համալսարան, Երևանի պետական համալսարան է ընդունվել եւ միանգամից կարելի ասել երկրորդ ամսվանից սկսած ես արդեն ակտիվ հասարակական գործընթացներում էի, որովհետեւ իմ տեղը այդտեղ է պատկերացնում, այսինքն ընդամենը 17 տարեկան է այդ ժամանակ։ Հետո մենք արդեն փետրվարին 18 թվականին այդ շարժումից հետո հասկացանք, որ սխալ է այն փորձառությունը, որ մենք կուտակել ենք Հայաստանում, երբ որ մեր մոտ մի բան չի ստացվում, օրինակ ունենք Մաշտոցի պուրակի շարժում, տարբեր բնապահպանական շարժում, եւ ինչ որ այո, նպատակին հասել ենք կամ չենք հասել եւ ցրվել ենք, եթե այսպես բարձ ձևակերպենք կամ կոպիտ ձևակերպենք։ Մենք հասկացանք, եթե հաջողության գաղտնիքը նրանում է, որ դու հետեւողականորեն շարունակում ես զբաղվել խնդիրներով, եւ մենք հասկացանք, որ հենց Հայաստանում բոլոր հիմնախնդիրների օջախը, արմատները գտնվում են Երևանի պետական համալսարանում։ Ու մենք սկսեցինք զբաղվել այդ խնդրի ախտորոշմամբ։ Նորից խնդիրների օջախը գտնվում է համալսարանում։ Այո, ես կարծում եմ ու մենք բոլորս կարծում էինք ու հիմա էլ կարծում ենք, որ քանի դեռ մենք չունենք բարձրորակ բարձրագույն կրթություն, որտեղ չեն պատրաստվում լավ դիվանագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ եւ այլ բնագավառի ներկայացուցիչներ, ապա այս առօրյա մեր խոսակցությունները ուղղակի անիմաստ են։ Այ հիմա քանի դեռ մենք շարունակում ենք այստեղ խոսալ, բայց Երևանի պետական համալսարանը էլի կոպիտ եւ պարզ ասած չի արտադրում համապատասխան մասնագետներ, մեր խոսակցությունը ուղղակի անիմաստ է։ Մենք այն ժամանակ էլ ենք այդպես մտածում, հիմա էլ ենք այդպես մտածում եւ սկսեցինք ամենանվազագույն խնդիրներից սկսեցինք սանիտարահիգիենիկ պայմաններ։ Մենք մտածում ենք, քանի դեռ ուսանողի միջավայրը լավը չի, կրթության որակի մասին ուղղակի խոսել անհնար է։ Այսինքն երբ որ աթոռը, սեղանը ջարդված է, մաքուր չէ այդ միջավայրը, կոռուպցիայով լեցուն է այդ միջավայրը, ապա ինչի մասին է խոսք։ Ու սկսեցինք, չգիտեմ, ամենապարզ սանիտարահիգիենիկ պայմաններից մինչև բարձրագույն կրթության որակ կոռուպցիա։ Այսինքն մենք նույնիսկ հետաքննություններ իրականացրինք, ցույց տվեցինք, թե այն ժամանակվա ԵՊՀ ղեկավարությունը ինչպես է կոռուպցիայով զբաղվում Երևանի պետական համալսարանում եւ այլն, բազմաթիվ
տեսանյութեր ունենք, որոնք 2017-18-ին ուղղակի ամբողջ հատկապես այն ժամանակ Facebook-ն էր ակտիվ միայն Հայաստանում, շատ լավ տարածվում էին ու մենք նաև տեսնում ենք, որ հետաքրքիր նոր երիտասարդներ են գալիս մեզ մոտ եւ 18 թվականի մարտից արդեն Հայաստանում սկսեցին քաղաքական գործընթացները ավելի լայն թափ, մեծ թափ հավաքել ու սկսեց այդ հեղափոխությունը մենք որպես restart անունով չմիացանք հեղափոխությանը, բայց կարելի ասել restart-ի անդամների 99%-ը մեծ դեր են ունեցել երիտասարդների մոբիլիզացման առումով։ Եթե հիշեք, իսկ կարծում եմ, որ վստահ եմ, որ դուք կհիշեք, 2018-ին հեղափոխության լոկոմոտիվը եղել է երիտասարդությունը։ Իսկ ով է այդ երիտասարդությանը կազմակերպել, ով է հիմնական խոսնակը եղել այդ երիտասարդների հետ կրկին restart այն ժամանակ ուսանողական քաղաքացիական նախաձեռնությունը։ Մենք այն ժամանակ նախաձեռնություն էինք։ Եվ իհարկե այս ժամանակ տենց առաջնորդական մեծ տենց դեր չի զբաղեցնում restart-ում, բայց իմ ընկերները կարող եմ ասել նույն Դավիթը Պետրոսյանի, թե ամենա տենց նշանավորը որ կարելի է հիշատակել, հենց երիտասարդության հատվածում ամենալուրջ աշխատանքը restart-ը տարավ, որ նախորդ ռեժիմը տապալվի։ Ու մենք դրան հասանք եւ բայց մենք ունենք նաեւ մյուս կարմիր գիծը, որ մենք շարունակելու ենք մեր ակտիվ պայքարը, որպեսզի հեղափոխության խոստումները իրականություն դառնան եւ մենք հրաժարվել ենք որևէ կերպ իշխանության մաս կազմել հեղափոխությունից հետո restart-ը շարունակել է արդեն իր պրոակտիվ գործունեություն, ռեակտիվ գործունեություն։ Երբ որ մի բան լինում է, դու պատասխանում ես, արձագանքում ես դրան։ Բայց 2018-ից հետո, երբ բոլորը էյֆորիայի մեջ են, մենք հասկացանք, որ restart-ի գործունեությունը ուղղակի պետք է ընդլայնել։ Ու սկսեցինք ընդլայնվել, իսկ արդեն պատերազմից հետո հասկացանք, որ հենց մարզեր պետք է գնալ, եւ մարզերում այսօր ունենք 5 կառույցներ։ Մենք այսօրվա գործունեությունը մեր շատ է տարբերվում 2017-18-ից, հիմա մենք արդեն մի քիչ ինստիտուցիոնալ, հիմքերով ենք գործունեություն ծավալում, ունենք գրասենյակներ, ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ըստ առաջնահերթությունների փոխվում են։ Տեսեք, օրինակ 2018-ին մեզ համար կարևորագույն ուղղությունը բարձրագույն կրթությունն էր, բայց հավատացեք 2020-ից հետո սահմանափակվել միայն բարձրագույն կրթության խնդրով կարելի ասել մոլորություն կարող է լինել ու մենք նաև ռազմավարական որոշում կայացրեցինք, որ restart հիմնադրամի գործունեությունը հատկապես 20 թվականից հետո եւ հատկապես 22-23 թվականներից հետո նաև պետք է կենտրոնանա արտաքին քաղաքականության, անվտանգության, ժողովրդավարական լայն բարեփոխումների եւ այլ հարակից թեմաների շուրջ։ Այսինքն օրինակ բարձրագույն կրթության խնդիրների մասին խոսելով մենք այսօր հասել ենք այն կետին, որ մեր հիմնադրամը գործունեություն է ծավալում օրինակ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հարցերի շուրջ, քաղաքական առաջնորդության հարցերի շուրջ, այսինքն ես դա շատ նորմալ եմ համարում, պետք չէ նույն տեղում դոփել, մեր կարծիքներն են փոխվում, մենք ենք զարգանում, մենք այն ժամանակ 17, 18, 21 տարեկան ենք, այսօր արդեն 26-ից 30 ու ունենք արդեն նոր մասնագիտական ունակություններ, նոր կարողություններ, նոր ռեսուրսներ եւ Հայաստանն էլ է փոխվել։ Դա էլ պետք է ընդունենք, այսինքն այսօր միայն խոսել ակադեմիական քաղաք հայեցակարգից դու ուղղակի երիտասարդների կարիքները չես բավարարելու որպես կազմակերպություն, որտեղ երիտասարդների այսօր ամենահուզող խնդիրը անվտանգությունն է, արտաքին քաղաքականությունն է։ 2017-ին հակառակը որևէ մեկը անվտանգությամբ հետաքրքրված չէր։ Մենք այս տարիներին ինչ արդյունքներ ենք ունեցել, կարելի ասել տարեկան մենք աշխատում ենք 6000-ից 10000 երիտասարդի հետ։ Մենք նախ փորձում ենք հարթակապահովել երիտասարդների համար շփվելու գործող քաղաքական համակարգի դերակատարների հետ եւ անաչառ հարթակ ենք ապահովում։ Այսինքն մենք մի կողմից ունենք մեր տեսակետները, բայց միևնույն ժամանակ մենք ունենք շահառուներ, ովքեր ուզում են տարբեր քաղաքական ուժերի հետ անկախ հարթակում երկխոսություն ունենալ իրենց հետ։ Եվ մենք հրավիրում ենք շատ տարբեր քաղաքական ուժերի հետ երկխոսությունը ծավալվում։ Մենք ունենում ենք քաղաքական առաջնորդության ակադեմիաներ, որից հետո մեր երիտասարդները գնում են համայնքում, մոբիլիզացնում են տեղի համայնքի բնակիչներին եւ ինչ որ խնդիր են լուծում։ Օրինակ գետի աղտոտվածություն, իդեպ մեր քաղաքականությունը այդ առումով շատ վատն է։ Մենք խոսում ենք այնպիսի խնդիրներից, որոնք կենցաղային մակարդակում մարդկանց չեն հուզում։ Այդպես blind abstract խնդիրներից ենք խոսում, բայց ոչ մեկ չի խոսում այդ գետի աղտոտվածությունից, որը շատ լուրջ բնապահպանական վնաս է հասնելու եւ այլն եւ այլն։ Այս երկրորդ ուղղությունն է։ Մյուսը մենք ամենալայն նպատակը մեր քաղաքական սերնդափոխությունը իրականացնելն է։ Այսինքն մի կողմից առաջին հերթին մենք հիմք ենք ստեղծում, որ հասարակական ու քաղաքական գործընթացներ ունենանք ներգրաված երիտասարդություն, որոնցից շատերը ուզում են դառնալ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, քաղաքացիական հասարակություն դառնալ գուցե չուզենան քաղաքական գործիչներ, եւ մենք իրենց համար պլազդարմ ենք հանդիսանում, ստանալու կրթություն, ունենալու լավ միջավայր, անգլերեն երիտասարդները շատ են սիրում այդ բառը networking։ Մենք ապահովում ենք այդ networking-ը, որ նույն արժեքներով մարդիկ մի միջավայրում հավաքվում են եւ հասկանում են թե ինչ կարելի է անել օրինակ հաջորդ տարի սեփական համայնքում օրինակ կարելի է օրինակ ընտրությունների մասնակցել տեղական ինքնակառավարման կարելի է օրինակ ինչ որ հասարակական կազմակերպություն բացել եւ
մարզային խնդիրներով զբաղվել եւ այլն եւ այսինքն մենք այդ հարթակն ենք այն երիտասարդին, ովքեր մեր հետ մեր նույն արժեքները կիսում են, իսկ մեր արժեքները այդ ժողովրդավարական հիմնարար արժեքներ են։ Մենք Հայաստանի ժողովրդավարական ապագան այլ կերպ չենք պատկերացնում, քան այն հիմնական ռեֆորմները, որոնք տանելու են Հայաստանին կայացնելու ժողովրդավարություն։ Այս ընդհանուր այդ 3 նպատակներից արդյունքները բավականին իրականում վերջին հատկապես 2-3 տարիների մեր գործունեության ուղղությունների հստակեցումից եւ փոփոխությունից հետո բավականին մեծ են։ Մենք նաեւ երիտասարդների հետ աշխատում ենք մեդիայում, սա իհարկե եթե մեզ լսողների մեծ մասը եթե ավելի բարձր տարիքի մարդիկ են, իսկ գիտեք այսօրվա երիտասարդությունը Instagram-ում է, TikTok-ում է եւ մենք փորձում ենք նաեւ այդ հարթակները օգտագործել երիտասարդների համար, այսինքն նրանց տալիս ենք մեր Instagram-յան եւ TikTok-յան հարթակները նորարար գրավիչ ձևով խոսելու քաղաքականության մասին։ Այն ինչ չի հաջողվում մեր քաղաքական գործիչների մեծ մասին երիտասարդների հետ աշխատանքում։ Լավագույն արդյունքը ձեր որը կլինի, ինչ եք ձգտում, թե ընդհանուր պարզապես աշխատում եք երիտասարդության հետ, դրանց կրթում եք, նրանց ակտիվ եք պահում, քաղաքացիական ակտիվություն, դա է, թե այնուամենայնիվ ինչ որ արդյունք կա, որին դուք ձգտում եք։ Մեր տենց հերահար արդյունքը, որը կարելի ասել ինչ որ չափով կարող ենք չափելի դարձնել, դա այն է, որ Հայաստանում վերջնականապես քաղաքական սերնդափոխություն իրականացվի եւ չեմ ասում ամբողջ դաշտը մենք հնարավոր է ամբողջովին սերնդափոխենք, բայց առնվազն մենք համարում ենք, որ մեր միջոցով հնարավոր է 1-2 քաղաքական ուժի կամ հասարակական քաղաքական ուժի ձևավորում, որը կարտահայտի իրոք այն ակնկալիքները, այն սպասումներն ու նպատակները, որ մենք ունենք, այսինքն Հայաստանի ժողովրդավարության կայացումը, որը քանի գնում հետընթաց է ապրում արդեն 2018-ից հետո, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում, այսինքն մենք կողմ ենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականության, այսինքն մեկ կենտրոնից կախվածության նվազեցմանը եւ այդ վնասար կախվածությունների ամբողջովին վերացմանը եւ հատկապես այս երկու պայմաններով, եթե հաջողակ քաղաքական ուժեր ծնվեն, որոնց անդամները մեծամասամբ եղել են այսպես ասած ռեստարտի ծրագրերի նախաձեռնությունների արդյունք մենք սա կհամարենք մեր հաջողություն։ Լիդերներ եք պատրաստվում, որովհետև դրանց պակասը կա Հայաստանում։ Լիդերները շատ են, բայց մենք չենք կարծում, որ արժեքահեն, համայնքահեն առաջնորդներ մենք ունենք։ Մենք ունենք առաջնորդներ, ովքեր օգտագործել են հիմնականում մեդիան, օգտագործել են իրենց ռեսուրսները, ու վերջ, ես ուրիշ բան չեմ տեսել։ Ես չեմ տեսել Հայաստանում առաջնորդ, որը համայնքահեն է, այսինքն համայնքային մակարդակում սկսել է մարդկանց հետ աշխատել, սկսել է համայնք մոբիլիզացնել տարբեր խնդիրների լուծման համար եւ ունի հստակ արժեքներ, որոնք միշտ աներեր են մնացել։ Բարի, 18 թվականին ասում եք ակտիվ եք եղել, միանշանակ մենք այդ ժամանակ եւս աշխատում ենք եւ մեծ նշանակություն տվեցինք երիտասարդությանը, որը այսպես մաքուր քամի էր, մաքուր օդ էր։ Բայց դուք իմանոր դուք էլ ասացիք կարծես թե ռեստարտ չեղավ։ Ինչ է նշանակում ռեստարտ։ Ռեստարտը կրկին վերագործարկում է, ճիշտ է։ Նշանակում է ինչ որ գործողություն կատարվում էր, հետո ստոպ պետք է լինի, որպեսզի ռեստարտ լինի։ Մենք դուք ասացիք այդ մեր ժիշտ Սերժին էր այդ ստոպի պահը, ռեստարտ եղավ թե չեղավ, եւ եթե չեղավ, շարունակում է հասարակությունը արդյոք գնում է դեպի այդ ռեստարտը մի քիչ երկար գուցե տևում է, երկար է տևում ռեստարտի այդ նորից լիցքավորումը, չգիտեմ ոնց ասեմ, բայց հիմա այդ ռեստարտի փուլում ենք մենք գտնվում եւ նոր ստարտը դեռ չկա։ Փորձենք նկարագրենք 18-ից մինչև այսօր ինչ տեղի ունեցավ ձեր տրամաբանության մեջ, ձեր տրամաբանության շրջանակներում։ Մեր լավ ընկերներից մեկը մեզ 18-ին առաջարկեց մեր նախաձեռնության անունը դնել ռեստարտ ու կարծում եմ այն մեր տրամադրությունը ամբողջովին ինքը արտացոլում։ Մենք մտածում ենք, որ մի օր հանգստանալու եւ հաճույք ստանալու ժամանակներ երբեք չեն լինելու։ Մենք մտածում ենք, որ Հայաստանում հասարակական քաղաքական գործընթացները միշտ այնպիսի կետում են եղել, որ անդադ ռեստարտի անհրաժեշտությունը եղել է։ Այսինքն ռեստարտը մի process է, երբ որ դու անընդհատ փորձում ես ռեֆլեքսիա ենթարկել քո ունեցածը։ Այսինքն ոչ թե օրինակ ասել դե վերջ, այսքան դիվերսիֆիկացրեցինք մեր արտաքին քաղաքականությունը, արդեն հերիք է, այլ ռեստարտը այն գործընթացն է, որ դու անընդհատ պետք է մտածես, որ ինչ որ բան պետք է փոխել։ Այսինքն ոչ թե մի անգամ ռեստարտ տալ, ստոպ տալ եւ շարունակել, այլ անընդհատ ռեստարտների շարք պետք է ունենալ։ Եվ պետք է ասել, որ 2018-ին ռեստարտի մեկնարկը տրված էր, բայց այդ մեկնարկը շատ կարճ կյանք ունեցավ, այսինքն ես կարող եմ ասել, որ մեկնարկը
ընդհատվեց ու այդպես էլ մեկնարկի կետը մենք այդքան չեն կարողանում տեղորոշել, որովհետև մինչև 2020 թվականը գործող քաղաքական մեծամասնություն չի իրականացրեց ուղղակի ռեֆորմ։ Ուղղակի ինձ ցանկացած իշխանական մեծամասնությունից ով ուզում է թող գա 18-ից 20 թվականներին քաղաքացիական պայմանագիր այն ժամանակի իմ քայլը խմբակցությունը որևէ ռեֆորմ չի իրականացրել։ Եվ մենք ունեցանք 20 թվականի պատերազմը, եւ թվում էր թե 20 թվականից հետո մենք գոնե պետք է ռեստարտի, ռեֆլեքսիայի անհրաժեշտությունը զգանք։ Բայց ես կարծում եմ, որ կրկին մենք չենք զգացել, նույնանակ արտաքին քաղաքականության տիրույթում կարող ենք նայել հարցին, կարող ենք ներքին ռեֆորմների հարցին, որովհետև դրանք իրարից փոխկապակցված են։ Օրինակ, երբ որ խոսում ենք դիվերսիֆիկացման մասին, մենք պետք է մեր տնային աշխատանքը լավ կատարենք։ Այսինքն, օրինակ, մեր ապրանքների որակը բարձրացնենք, մեր ստանդարտները բարձրացնենք, որպեսզի կարողանանք նոր շուկաներ հայտնաբերել։ Մենք մեր տնային աշխատանքը չենք սիրում անել։ Մենք օրինակ նույնիսկ այդ աղետալի պատերազմից հետո 21 թվականին մենք շարունակում ենք Ռուսաստանի Դաշնության հետ պաշտպանական բարեփոխումներ իրականացնել։ Մինչև 22-23 թվական շարունակում ենք նույն կենտրոնից 90% կախվածություն ունենալ ամենակարևոր ոլորտներում ռազմավարական, չգիտեմ, երկաթուղային, ռազմական, գիտական, մշակութային ցանկացած ոլորտում Հայաստանը ունի 90% կախվածություն Ռուսաստանից։ Եվ միայն 23 թվականից հետո Հայաստանը սկսեց գոնե մտածել այդ ուղղությամբ։ Այսինքն, եթե այս պրիզմայով նայենք հարցերին, ես կարծում եմ, որ Հայաստանում ռեստարտի, այսպես ասած, բանալին, ռեստարտ անելու բանալին գործող քաղաքական համակարգը կորցրել է։ Դրա համար այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է երկու բան, կամ օրինակ պետք է լինի քաղաքական ուժ, որ այս ռեստարտը պարտադրի գործող քաղաքական համակարգի դերակատարներին, կամ գոնե քաղաքացիական հասարակության խմբերը, այդ թվում ունենք ռեստարտ քաղաքացիական երիտասարդական հիմնադրամը, այնքան պետք է ուժեղ լինեն, որ ամեն մեկը իր օրակարգերը կարողանա պարտադրել քաղաքական համակարգին։ Սա եմ ես համարում գոնե այս պահի դրությամբ ռեստարտը շարունակելու հեռանկարները։ Ցավոք սրտի գործող քաղաքական մեծամասնությունը լիքը հարցերում այդպես էլ ռեստարտ անելու բանալին կորցրել է, նույնիսկ անհրաժեշտությունը չի տեսել, ու մենք դա նաև այսօր տեսնում ենք բարձրագույն կրթական համակարգում։ Ես շատ լավ հիշում եմ 17 թվականին ԵՊՀ-ում ինչպես իրավիճակ էր, հիմա էլ եմ տեսնում, եթե կան փոփոխություն, ապա դրանք այնպիսի փոփոխություններ չեն, որ մենք խոսենք, որ այո, մենք արդեն ունենք 8 տարվա արդյունքում բավականին բարեփոխված հետևողական չեք եղել։ Այո, գուցե մենք նաև ես միշտ ասել եմ նաև մատնանշել եք խնդիրը, պարզապես եւ ոգևորվել եք նրանով, որ ինչպես խիզախորեն դուք մատնանշել եք այդ խնդրեմը։ Գուցե, ես չեմ ասում, որ այդտեղ մեր պատասխանատվության բաժինը չկա, բայց մի բան են անդադ ասել, ոնց որ մենք չունենք պատասխանատվություն եւ դուրս գալ այդ պատասխանատվության տիրույթից, մի բան է ասել, այո, ես կրում եմ այդ պատասխանատվությունը, շարունակելու եմ կրկին, նաև տարբեր արձագանքներ հաշվի առնելով, նաև մարդկանց տարբեր մոտեցումներ հաշվի առնելով, օրինակ մեզ ասում են, որ շատ հարցերում կարելի էր այսպես դիրքավորել, այնպես դիրքավորել եւ այլն, բայց պետք է ասել նաև, որ այն մարտահրավերները, որ Հայաստանում ու Հայաստանի շուրջ եղել են վերջին տարիներին, ռեստարտը չեն շրջանցել, մեզ ոչ մեկից չեն շրջանցել։ Ինչ են շրջանցել։ Դե այսինքն տեղի ունեցել երկու պատերազմ, եղել է COVID, եղել է տեղահանում։ Երիտասարդությունը մասնակցել է այդ։ Այսինքն ոչ թե երիտասարդությունը մասնակցել, երիտասարդությունը ըստ էության կրում է քաղաքական համակարգի որոշումների ամենամեծ ազդեցությունը իր վրա։ Մի բան էլ երիտասարդները մեղադրում են, ասում են, բախի չեք մի հատ այնենց անում այդ ազդեցությունը չլինի։ Այսինքն ես մի քիչ ճիշտ է, մի կողմից ընդունում եմ, որ մեր պատասխանատվությունը կա, որ պետք է ավելի լավ լիներ, ավելի հետևողական լինենք, որ չթողենք ավելի վատ լիներ ոնց որ հիմա, բայց նաև պետք է ընդունել, որ այնուամենայնիվ երիտասարդները բազմաթիվ մարտահրավերներով են անցել, կրել են իրենց վրա շատ վնասար ազդեցություն քաղաքական որոշումների ու ոչ միայն հիմա, միշտ այդպես է եղել։ Երիտասարդությունը միշտ այնց եղել է հասարակական քաղաքական գործընթացների օբյեկտը, այդպես են փորձել երիտասարդներին դիտարկել, քանակով են երիտասարդներին դիտարկել։ Մենք փորձում ենք, այո, երիտասարդներին քաղաքական գործընթացի օբյեկտից սարքել սուբյեկտ։ Ինչը նվազագույն խնդիր է մեզ համար, այսինքն մեզ համար, բայց կարևոր է, բայց եթե մեզ մեղադրում են, որ մենք հետևողական չենք եղել, որ հեղափոխական օրակարգ իրականություն դառնա, թող մեղադրեն, մենք այդ մեղադրանքը դուք լոկոմոտիվն եք եղել, երիտասարդները լոկոմոտիվն են եղել, եւ հետո, ինչպես դուք ասացիք, հետամուտ չեն, ոչ թե միայն ձեր վրա է պատասխանատվությունը, բայց քանի որ ձեր հետևից շատերն են գնացել, ոչ ձեր երիտասարդության եւ այնուամենայնիվ դա տեղի է ունեցել այդ փոփոխությունը եւ հետո արդեն ռեստարտ չի արվել
Դուք կրում եք այդ պատասխանատվությունը։ Ուղղակի այդպես են ասում, ես իվա չեմ ասում։ Ինքը կլներ անպատասխանատվություն, եթե այսպես կարելի է ձևակերպել։ Չգիտակցել։ Այո, որովհետև մենք գիտակցում ենք, որ մեր վրա կա պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ մեզ մեղադրել անգործության մեջ, այ դա արդեն մենք չենք ընդունում, որովհետև հենց 2018 թվականի հեղափոխության հաջորդ օրվանից սկսած մենք սկսել ենք հետևողական լինել։ Այ հանրային տրամադրություններն ու այլ հասարակական ու քաղաքական խմբեր են եղել ոչ հետևողական եւ մեկ ռեստարտը չէր կարող, հա, այդ իր հետևողականությամբ շարունակել։ Մենք ենք, որ 2019-ին խոսել ենք օրինակ ԱԱԾ-ի մասով, թե ինչ ռեֆորմներ պետք է արվեն, մենք ենք, որ խոսել ենք բարձրագույն կրթության խնդիրների մասին, ու շարունակում ենք իրականում հիմա նույնիսկ Երևանի համայնքային խնդիրներից ենք մենք արդեն սկսել խոսել, այն ինչ որ կյանքում չենք պատկերացնի, բայց այս իրավիճակում մենք ընդունում ենք, որ կա մեր պատասխանատվությունը, բայց մենք անգործություն չենք ցուցաբերել։ Կարող եմ ես այսպես ձևակերպել, որ դուք երիտասարդության հետ աշխատում եք, որպեսզի բազմաթիվ այլ հարցերի հետ մեկտեղ նրանց դարձնել քաղաքականապես ավելի գրագետ, քաղաքականապես ավելի ակտիվ, որպեսզի երիտասարդները կարողանան ունենալ սեփական կարծիք, իրազեկ լինեն ինչ է կատարվում, ոչ թե կրավորական դեր կատարեն, տեսեք, ասում եք, պատերազմը երիտասարդն է գնում, այս ինչ խնդիրն է երիտասարդն է գնում, բայց երիտասարդը ինքը չի պատկերացնում, չունի իր կարծիքը եւ ունենալով իր կարծիքը նա պետք է ունենա իր տեսլականը, իր կոնցեպտը, իր գործողությունների, այսպես շարժառիթը։ Դուք փորձում եք ակտիվ երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացի կերտել, հա։ Այո, ու չենք տանում որևէ կուսակցական ուղղվածության։ Այսինքն մենք ուզում ենք, որ այն ընտրությունը, որ նրանք կատարելու են, դա կլինի որպես քաղաքացի ուղղակի ընտրությանը մասնակցել, թե կլինի ինչ որ քաղաքական կամ հասարակական միավորման անդամակցել կամ նորը ստեղծել, մենք ուզում ենք դա լինի իրենց անկախ որպես սուբյեկտիվ որոշումը։ Մենք չենք ուզում, որ երիտասարդները Հայաստանում գործիքայնացվեն քաղաքական առումով։ Մենք ուզում ենք, որ իրենք ինքնուրույն որոշեն, իրենց արժեքներից, իրենց դիրքորոշումներից ելնելով, իրենք ինչ կարող են անել։ Իրենք կուզեն անդամակցեն ինչ որ կուսակցության, օրինակ քաղաքական մեծամասն։ Թող անդամակցեն, բայց կարևորը ընտրությունների ժամանակ ձեր սամ չասեմ, ձեզ միացած, ձեր շրջանակներում գործող, ձեզ լսող, ձեզ հետ աշխատող երիտասարդներից գոնե կան մարդիկ, կան այնպիսիներ, որոնք ցուցակներում ներգրավվեցին, որոնք ուզում են քաղաքականությամբ զբաղվել։ Դա անպայման չի, ինքնանպատակ չի հենց քաղաքականությամբ զբաղվել, բայց քանի որ այդ սեգմենտի մասին ենք խոսում, քաղաքական իրազեկվածության եւ պատասխանատվության մասին ենք խոսում, այդ հարցն եմ տալիս։ Մեր շահառուների մոտ կարելի ասել նույնիսկ 90%-ը գերակշիռ մեծամասնությունը գործող քաղաքական դերակատարների նկատմամբ չունի վստահություն, բայց ունենք երիտասարդներ, ովքեր համարվում են մի քանի քաղաքական ուժերի համակիրներ կամ կոնկրետ քաղաքական գործիչների համակիրներ, բայց այո, գուցե մի քանի մարդկանց հիշում եմ մեր երիտասարդներից, ովքեր ցուցակներում գուցե ընդգրկված լինեն, բայց շատ այտենց ցուցակների անվստահ քայլերով, ոչ, օրինակ առաջին մի քանի տասնյակում հաստատ չեն լինի, բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ զուտ փոխանցել ու ձեր լսարանի, որ ընդհանուր առմամբ երիտասարդներ, ակտիվ երիտասարդներ, այստեղ խոսքը նրանց մասին չէ, ովքեր զուտ փորձել են տարբեր քաղաքական ուժեր նրանց գործիքայնացնել եւ իրենց ցուցակ մտցնել, որովհետեւ նրանք ունեն սա եւ այլն։ Ես խոսում եմ ակտիվ, արժեքահեն, մոբիլ երիտասարդներ, ովքեր հիմնականում օրինակ ընդգրկված են բարձրագույն կրթության տարբեր համակարգերում, համալսարաններում, մեծ մասը չի տեսնում որևէ հեռանկար, որ ինքը կարող է այս քաղաքական համակարգում ինտեգրվել։ Այսինքն երիտասարդների մոտ սա գերակշռող տրամադրություն է ու իրենք եթե ավելի շատ տեսնում են նոր ալտերնատիվի ստեղծման։ Այսինքն պատ կա, որը ճեղքելու հույս չունի երիտասարդը։ Ոչ թե ճեղքելու հույս չունի, այլ այս բանը տեսնում է, որ գործող քաղաքական համակարգը չի սպասարկում իրեն, ինքը չի կարող ուղղակի այդտեղ լինել, որովհետև համարում է, որ բոլոր քաղաքական ուժերը գրեթե իր համար խնդրահարույց են իրենց դիրքավորման, իրենց արժեքների, իրենց նպատակների տեսանկյունից։ Եվ հետո տեսել են այն արհավիրքները, որ եղել է մեզ 30 տարիների ընթացքում եւ ասում են, եթե այս քաղաքական համակարգը չի կարողացել այս խնդիրները լուծել, ես խի պետք է իրենց միանամ, գուցե ավելի լավ է ես ստեղծեմ նոր հասարակական քաղաքական միավորներ, որոնք ես հենց այդպես եմ մտածում եւ հենց ինքս կարող եմ ոնց որ ամբողջովին ունենալ այդ գործունեության նկատմամբ վերահսկողություն։
որովհետև կներեք, բայց շատ լիքը հարցեր կան բոլոր քաղաքական ուժերին եւ այդ հարցերի պատասխանները չեն հնչել։ Եթե դու որպես երիտասարդ գնում ես եւ մտնում ես այդ քաղաքական ուժ, բայց այդ հարցերի պատասխանները չունես։ Եթե մի օր այդ հարցերի պատասխանները լինեն ու նաեւ քո ընկերները քեզ մեղադրեն, որ այ դու փաստորեն սրա հետ ես եղել այս ժամանակաշրջան։ Հետո երիտասարդներին 18-ի համար շատ են մեղադրում եւ իրենք փորձում են նաեւ պատասխանատվությունից խուսափել։ Մենք էլ փորձում ենք ասել, որ պետք չի պատասխանատվությունից խուսափել, մեղադրողները թող մեղադրեն, դուք մտածեք ձեր անձնական, ձեր համայնքային գործունեության մասին, ստեղծեք նոր ալտերնատիվ միավորներ, դա կլինի հասարակական թե քաղաքական, որովհետեւ շատերը այդպեսին նարատիվ ասում են, այ դուք դուրս եկաք, հեղափոխություն արեցիք, տեսակ ինչ եղան։ Այսինքն փորձում են երիտասարդին մեղադրել, որ այդ գործող, այդ մարդատիաց ռեժիմին տապալել են, որոնք օրինակ իրենց համասարանում իրենց ճնշում էին իրենց ակտիվության համար, ասում են այս ամբողջ ոնց որ մեղավորության մեծ մասը հենց ձերն է, եւ ես կարծում եմ նաեւ սա է հետ պահում իրենց, որ գործող քաղաքական համակարգի հետ առնչություն ունենան։ Այսինքն ռեստարտ պետք է անեք, շարունակեք ձեր գործը։ Այո։ Շարունակեք ձեր գործը, որովհետեւ 7 տարին երկրի կյանքում ճիշտ է կարևոր հատված է, ժամանակահատված է, բայց փոքրիկ ժամանակահատված է։ Տարիները շատ են դարերի հետ մեկտեղ, բայց այստեղ ես ուրիշ բան նկատեցի եւ հիմա այսպես ձևակերպեմ։ Արդյոք անջատողականություն չասեմ, բայց սեգմենտավորում է։ Տեսեք, դուք ասում եք մենք TikTok-ում ենք, Instagram-ում ենք։ Մյուս հատվածը ասիկ այ թե ավակ տարիքի մարդ է, նա Facebook է եւ բան։ Այսինքն այսպես անջատված հասարակության մեջ կա այդպիսի ջարդվածություն, սեգմենտավորում, դա ավելին է, քան պարզապես հետաքրքրությունները, հա, TikTok եք նայում, հասկանալի է, բայց դա մի քիչ ավելի խորքային կարող է արդյունքի բերել, վտանգավոր արդյունքի բերել, եթե դա իսկապես այդպես է։ Դե ես կարող եմ դրա սոցիոլոգիական բացատրությունը տալ, որտեղ մենք այդ թեմաների մեջ շատ ենք խորացել, թե ընդհանրապես Հայաստանում հանրային հաղորդակցությունը ինչպիսի սեգմենտավորումներ ունի ու դա շատ նորմալ է, ասեմ ձեզ, որովհետև միշտ էլ տարբեր խմբերի հետ հաղորդակցությունը տարբեր ալիքներով, տարբեր միջոցներով է իրականացում։ Դու չես կարող 50+ մարդու հետ եւ 20+ օրինակ երիտասարդի հետ շփվել նույն ձև։ Սա ընդունում ենք։ Հիմա այնպես է ստացվել, որ երիտասարդությունը Facebook-ից փախել է։ Որտեվ հատկապես 20 թվականից հետո տեսել է բավականին անտանելի մթնոլորտ, միմյանց վիրավորանքներ, ատելություն, մենք տեսնում ենք Facebook-յան կոմենտներում ինչ է կատարում։ Եվ նրանք, այսպես ասած, փախուս դեպի TikTok եւ Instagram է տեղում, որտեղ TikTok-ում էլ հայհոյանք կա։ Դե, այո, բայց տեսեք, TikTok-ի ալգորիթմները ուրիշ են, այնտեղ կարող ես ուղղակի քո ժամանցային հոլովակները նայել, Instagram-ում էլ կարող ես քո կյանքը վայելել եւ այլն քո ընկերների հետ եւ որևէ քաղաքական նյութ չի բերի։ Մենք դա լավ չենք համարում, որ երիտասարդները փախել են այդ թեկուզ վատ քաղաքական իրականությունից, բայց սեգմենտավորում այս առումով չի ասի, որ վատ բան է, այսինքն պարզ է, որ հանրության տարբեր խմբեր ունեն հետաքրքրության եւ այդ հետաքրքրություն բավարարելու տարբեր միջոցներ։ Մենք ուղղակի որպես հիմնադրամ տարբեր միջոցներով ենք աշխատում Հայաստանի տարբեր խմբերի հետ։ Իրազեկվածության վրա չի ազդում։ Դե, այդ եմ ասում, միշտ մեղավորությունը մերը պետք է լինի։ Այսինքն մեծ տարիքը չգիտի ինչով է ապրում, ինչն է հետաքրքիր երիտասարդությանը եւ հակառակ երիտասարդությունը ժխտում է, ասում է ձեր Facebook-ը, ձեր հայհոյանքները, ձեր իրար հետ բանը ինձ մեզ չի հետաքրքրում եւ մենք չենք էլ կարդում ձեր նորությունները։ Այդ առումով չի ասի, ոնց որ ընդունում եմ, որ այդ բևեռվածությունը հասարակությունում կա, բայց դա ոչ միայն տարիքային խմբեր, տարբեր տարիքային խմբերի միջև է, այլ շատ տարբեր երանգավորումներ ունի, բայց Եվ ասուք սա ամբողջ աշխարհին չի վերաբերում, սա զուտ հայկական process է։ Նաև ամբողջ աշխարհում տենդենս կա, նույն Եվրոպայում մենք տեսնում ենք, որ օրինակ երիտասարդությունը ավելի գնում է դեպի այդ ազգայնական, անջատողական, այսպիսի նարատիվների հետևից, բայց ոնց որ սա պետք է ընդունել որպես հիմք։ Այսինքն մենք չենք կարող դրա դեմ պայքարել։ Սա բնական գործընթաց է։ Ուղղակի մեր քաղաքական գործիչների խնդիրը որն է, որ նրանք չեն հասկացել, որ տարբեր խմբերի հետ, հասարակական տարբեր խմբերի հետ պետք է աշխատել տարբեր հաղորդակցության միջոցներով։ Հիմա ես որ գնում եմ տարբեր մեդիա հարթակներ, ես վստահ եմ, որ այդ YouTube-յան լայն այդ հարցազրույցները, հանրային հեռուստաընկերություն եւ այլն, երիտասարդության մեծ մասը չի նայում։ Իմ թիրախ խումբը, թիրախ լսարանը այս դեպքում ուրիշ մարդիկ են։ Բայց այդ ուրիշ մարդիկ էլ ասում են երիտասարդ է, ինչ կարող է խոսել։ Դե կարող է։ Ես կարծում եմ, որ կարծիքը ինչ կարող է դա էլ է արժեք ունենալ։ Դա էլ այո,
որովհետև այդ կտրվածությունը կա իրարից։ Չէ, ես ուզում ասեմ, որ երիտասարդությունը ատելություն չունի ավակ սերնդի նկատմամբ, այդ հստակ է։ Ուղղակի իրենք իրականությունից են փախել։ Այսինքն Facebook-ում էլ կան երիտասարդներ, ովքեր քաղաքական ատելություն են չէ տարածում։ Այսինքն ոչ թե երիտասարդները Facebook-ից գնացեն, որտեղ այնտեղ մեծահասակներ են եւ չի հետաքրքրում նրանց հարաբերությունը երիտասարդներին, այլ այդ իրականությունից են փախել, որտեղ 2018-ին Facebook-ում բազմաթիվ երիտասարդներ կային, ովքեր մենակ այդ հեղափոխության գործընթացի ժամանակ ես հիշում եմ մենք իվենթներ էինք պատրաստում Facebook-ում, միմյանց հանդիպում էինք դրա միջոցով Facebook-ին էինք օգտագործում։ Ուղղակի 2020-ից հետո պետք է ընդունենք, որ նաև մեդիա դաշտի պատճառով, որովհետև շատ հաճախ հենց մեդիա դաշտի դերակատարներն են ատելություն եւ սխալ ինֆորմացիա տարածում, ատելություն գեներացնում հասարակության տարբեր խմբերի միջև։ Երիտասարդներին դա դուր չի եկել եւ իրենք գնացել են TikTok եւ Instagram, այլ հարթակներ։ Հետ պետք է բերել երիտասարդությանը, որովհետեւ որքան հասկացա 18 թվականի արդյունքով այն ինչ տեղի ունեցավ եւ շատերը դա մեղադրում են նրանց, ինչպես դուք էլ ասեցիք, երիտասարդներին, ի թիվս մյուսների երիտասարդներին, թե դուք եք փողոցում, դուք եք այս ամենը ուզում, այնինչ այսօր մի խոսքով չխորանանք, գիտենք բոլորս դրա մասին, դա բերեց նրան, որ երիտասարդությունը վիրավորվեց, նեղացավ եւ չի հասել գործը նրան, որ փակվեց իր մեջ, բայց եթե մենք դա չախտորոշենք այսօր, դրա դեմ ոչինչ չձեռնարկենք, կգա մի պահ, երբ որ մենք ունենանք այդ սեգմենտավորումը խիստ, երիտասարդությունը փակվում է իր մեջ, իր հետաքրքրություններով, իր խնդիրներով, թեկուզ անգամ ԵՊՀ խնդիրները լուծելով, բայց ինքը իր մեջ է եւ ավակ սերունդն էլ իր մեջ է եւ այստեղ մենք մեծ կորուստ ենք ունենում։ Բայց պետք է նշեմ, որ քանի որ ես թվերին տիրապետում եմ, մեզ հաջողվել է 2021-ից հետո ունենալ կոնկրետ թվային արդյունքով բան եմ ասում, երիտասարդների մասնակցության բարձր աճ։ Վերջին ընտրություններում մենք տեսել ենք, որ երիտասարդները փաստացի 58%-ը մասնակցել են։ Այո։ 2021-ին 46%-ն է միայն մասնակցել երիտասարդների, ինչը կարող ենք տարբեր պատճառներով բացատրել։ Հետ պատերազմ երիտասարդների մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին հարցում ենք ուղարկել, մեր էջում էլ ենք հրապարակել, թե որ մարզում երիտասարդները, այո, 18-ից 35 տարեկանն է համարվում երիտասարդ։ Մենք տեսել ենք, որ փաստացի այս ընտրությունները ցույց են տալիս հակառակը, որ կարծես թե երիտասարդ նույնիսկ այս քաղաքական համակարգի պայմաններում գնացել են մասնակցել, որտեղ իմ մտավախությունը դա էր։ Մի կողմից երիտասարդությունը շատ ակտիվ է, բայց մյուս կողմից ասում եմ, բայց ում ընտրեմ։ Իմ մոտ այդ խնդրած իրավիճակը կար, ասում եմ, մենք ոնց ենք այս հաղորդակցելու այս իրավիճակը, որպեսզի նրանք գնան։ Բայց փաստացի մեր եւ այլ գործընկերների, նաեւ քաղաքական ուժերի շնորհիվ երիտասարդությունը գոնե եղածի միջև գնացել է ընտրություն կատարել։ Իսկ այս երիտասարդության ընկալումների պայմանում կարծում եմ նորմալ է, այսինքն 58%-ը դա համընկնում է հենց ընդհանուր ընտրական մասնակցության հետ, ինչը նշանակում է, որ երիտասարդները պատրաստ են պատասխանատվություն գոնե քաղաքացիական պատասխանատվություն ստանձնել։ Հիմա հաջորդ հարցը թե ինչու երիտասարդական նոր քաղաքական ուժեր չկան կամ ազդեցիկ ուժեր չկան, դա ռեսուրսների հարցն է։ Ես ինչքանով որ շփվել եմ տարբեր երիտասարդների հետ, նաև մեր շրջանում, մեր ներսում ենք քննարկումներ արել, Հայաստանում խնդիրը քաղաքական ֆինանսավորումն է, այսինքն եթե Հայաստանում կայացած լիներ քաղաքական ֆինանսավորման ինստիտուտը, այսինքն նորմալ լիներ, որ տարբեր բիզնեսներ, մարդիկ, հասարակական խմբեր գումար տային կուսակցություններին, գուցե ստեղծել մեկ երիտասարդական քաղաքական։ Դե օրինակ բոլորին դեմեմը իրեն երիտասարդական։ Հա, բայց տեսեք, բոլորին դեմեմի գոնե առնվազն մի քանի հոգի բավականին եկամտաբեր գործունեությամբ են զբաղվում, տարեկան հաստատ այնքան եկամուտ ունեն, որ կարող են թեկուզ այդպիսի փոքր քաղաքական ուժ ձևավորել, բայց ինչ անեն այն երիտասարդները, որոնց ամսական եկամուտը միջին աշխատավարձի չափ է, այսինքն որը բավարարում է իրենց հիմնական ծախսերի կարիքների հոգման։ Գուցե լավ կլինի, այո, բոլորին դեմեմի երիտասարդների պես երիտասարդներին հայտնվեն IT ոլորտից, ովքեր կզգան, որտեղ դա էլ է խնդիրը, օրինակ մենք ունենք երիտասարդներ, ովքեր ունեն ֆինանսական բավականին բարձր կարգավիճակ, այսինքն բավականին մեծ եկամուտներ ունեն, բայց նրանց քաղաքականություն չի մտահոգում։ Հիմնական IT սեկտորից, մարքեթինգ, այսպիսի ոլորտներից, իրենք ասում են մենք մեր գործը ունենք, մենք Հայաստանի իրականության չենք ուզում առնեսվել, եւ ես բոլորին դեմ եմ, այո, այդ տղաների օրինակ
օրինակը գոնե այդ առումով դրական եմ համարում, այսինքն որ մարդիկ ովքեր ֆինանսապես ապահովված են, քաղաքական որևէ առևտրի մեջ չկան, որոշեցին ինչ-որ մի բան անել։ Ես կուզենայի, որ նման մարդկանց թիվը շատանար, որովհետև գումարը այդտեղ են մարդիկ են, ովքեր ունեն այդ կարգավիճակը։ Բարի, մենք մագովաս կհայտարանք եթերում, բայց դրանից առաջ ես ուզում եի մի հատ հետ գալ եւ տեսնել հարցնել։ Դուք ասացիք, որ ամենասկզբում 17 թվականին դուք տարեկետման հետ կապված հարց եք բարձրացրել, ինչի մասին էր այդ խոսքը, մենք խոսենք ինչի մասին էր այդ ձեր նախաձեռնությունը, դրա մասին խոսենք իմաստը, եւ վերադառնանք այսօրվա իրականությանը, երբ այսպես օրենք եղավ, որ ով որ 50 կարծեմ բարձրագույն կրթություն ստացել է 50 կարևորագույն աշխարհի բուհերում, նրանք ազատված են։ Արդյոք դա նման չէ տարկետման այն գաղափարին, որը դուք եք ուզում առաջ քաշել, եւ հիմա մենք մի քիչ փոխված, բայց այդ տրամաբանությունը կարողացանք ստանալ, այդ տրամաբանության մեջ է այդ օրենքը, կամ կասեք ոչ, շատ հետաքրքիր է ինձ համար համենայն դեպս։ Սիրելի բարեկամներ, գովազդի եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսյանի հետ։ Եվ այսպես, պարոն Մովսյան, գուցե տեղին չէ իմ այս համեմատությունը, բայց կխնդրեմ դուք փորձեք բացատրել ինչն էր այդ նախաձեռնության տարկետման 17 թվականին այն ինչի համար դուք գործում էիք, փորձում էիք փոխել այդ դրված իրականության մեջ դրված բանը, իրավիճակը փոխել, եւ այժմ մենք ունենք այսպիսի օրենք, որը թույլ է տալիս մարդուն գնալ սովորել, կրթությունը ստանալ, լիարժեք, հետո վերադառնալ, չեն ընդհատում բանակով
այդ կրթական process-ը։ Տարբերություն կա, նմանություն կա, ինչի մասին է։ Դե, տեսեք, նմանությունը նրանում է, որ փաստացի երիտասարդը հնարավորություն է ստանում իր կրթության անընդհատության իրավունքը իրացնել։ Բայց միայն դա չպետք է սահմանափակվի այդ 50 բուհերով։ Ես մի հատ պարզ օրինակ բերեմ։ Մենք անընդհատ բոլորս նաև որպես քաղաքացիներ, երբ որ գնում ենք ծառայություններ ստանալու կառավարության տարբեր վարչություններից, ստորաբաժանում միշտ բողոքում ենք, չէ՞ որակից։ Ասում ենք, դե արա մեր մոտ չի աշխատում այս կառավարումը։ Լուսացույցի կառավարում կլինի, ինչ որ թուղթ ստանալ կլինի եւ այլն։ Մենք կառավարման օղակներում շատ լուրջ կառավարիչների, մենեջերների կարիք ունենք պետական համակարգում։ Իսկ լավ մենեջերները մասնավոր սեկտորում են։ Հիմա տեսեք, ես լավ բազմաթիվ բուհեր գիտեմ աշխարհում, հատկապես Գերմանիայում ու մյուս եվրոպական երկրներում, ովքեր պատրաստում են հանրային կառավարման մասնագետներ, բայց ընդգրկված չեն top 200-ի մեջ։ Այսինքն այդ top 100, top 200 խոսակցությունը միայն Հայաստանում է առկա։ Այսինքն top 50 բուհը դեռևս չի նշանակում, որ Հայաստանի կարիքներին համապատասխան։ Օրինակ, տեսեք, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլն ոնց է լինում։ Կառավարությունը բուհերին իջեցնում է առաջարկ։ Այսինքն ասում է, թե ինչ եմ ուզում ես։ Այսինքն ինձ պետք է ատաղծագործ, ինձ պետք է գինեգործ, ինձ պետք է քաղաքագետ, ինձ պետք է ու նաև չափերի մասին են նշում։ Բուհերը դրանից ելնելով, թե նաև իրենց առանձին հետազոտությունից ելնելով, կարիքից բխող պետք է կրթություն տան, պետք է տեղեր ունենան։ Հիմա մենք ինչ ենք անում։ Կառավարությունը չի ասում, թե իրեն ինչ է պետք, ասում է top 50 բուհերից ով գա կամ ով ուզենա սովորի, մենք իրենց կրթության անդադության իրավունքը կպահենք։ Տեսնում եք, շատ տարբեր բաների մասին Բայց բանակից էլ ազատման թեմա կա։ Բայց մեր խնդիրը բանակի ազատումը չի եղել։ Մենք ինքնանպատակ չենք համարել, որ ով ուզում է գիտության զբաղվել, պետք է բանակից ազատվի։ Մենք ասել ենք, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը ունի կարիքներ, եւ այդ կարիքները բավարարելու համար պետք է այս մարդկանց թողնենք գիտությամբ զբաղվեն։ Մենք ասում ենք, այո, կոռուպցիոն սխեմաներ կան, բայց եթե կոռուպցիոն սխեմաներ կան, դա դեռ չի նշանակում, որ պետք է մենք դա անտեսենք։ Հակառակը, դա մենք պետք է հնարավորինս փորձենք զսպենք։ Այսինքն, օրինակ, մենք մի դեպք ունենք, երբ որ օրինակ ռեկտորը իր համալսարանում ասպիրանտուրային առանձին բաժին էր բացել, որ իր տղան սովորի, որպեսզի ասպիրանտուրան ավարտելով չգնա բանակ։ Մենք ասում ենք, այո, սա կոռուպցիոն դրսևորում է, սենց բաների համար պետք է վերահսկողություն։ Ցանկացած բան, որ դու անում ես, պետք է վերահսկողություն։ Բայց դա չի նշանակում, որ այսպիսի կոռուպցիոն դրսևորումների համար դու պետք է միայն սահմանափակվես top 200 կամ top 50 բուհերով։ Հայաստանում է այսօր բնագիտամաթեմատիկական ուղղվածության առումով տարկետման իրավունքը բավականին բարձր մակարդակի վրա է դրված, բայց նույնիսկ պետք է մեզ հումանիտար ոլորտում, նույնպես պետք է մեզ այլ ոլորտներում Հայաստանի բուհերում էլ կան կադրեր, որոնց հետ ճիշտ աշխատանքի պարագայում մենք ունենանք մեր խնդիրների լուծումները։ Օրինակ, ասում եմ, կառավարիչներ են պետք։ Մենք տարեկան ունենում ենք 200-300 ուսանող, ովքեր ավարտում են կառավարման հետ ասոցացվող ֆակուլտետներ։ Մինչև ավարտելը կառավարությունը նրանց հետ աշխատում է, օրինակ բերում է ամեն տարի, ամեն կիսամյակ նրանց հետ ինչ որ օրինակ պրակտիկա է կազմակերպում, այսինքն օրինակ չվճարվող ինչ որ աշխատանք է նրանց առաջարկում։ Մենք խոսում ենք իհարկե ժողովրդավարական կառավարումից եւ այլն, բայց նույն Ադրբեջանում ես երբ որ տարբեր ծրագրերի շրջանակներում նրանց երիտասարդների շփվում էի, այն բարձրագույն կրթության հնարավորությունը, որ տալիս է Ադրբեջանի կառավարությունը իր ուսանողների համար հատկապես հումանիտար ոլորտում, ուղղակի անհամեմատելի է Հայաստանի հետ։ Այսինքն օրինակ ամեն տարվա վերջին լավագույն ուսանողներին հրավիրում են կառավարության տարբեր ստորաբաժանումներում աշխատելու, լավագույններին ուղարկում են անվճար ուսուցման, ոչ թե ասում են ոնց ուզում եք գնացեք սովորեք, բանակ չգնաք, այլ հենց կառավարությունն է հոգում նրանց ծախսերը պետության առաջնահերթությունից կարիքներից բխող ոլորտներում գնալ կրթություն ստանալ եւ գալ առնվազն 5 տարի աշխատել պետական սեկտորում։ Եվ եթե մենք էլ նմանատիպ ավելի կրեատիվ մեր կարիքներից, պահանջներից բխող լուծումների գնանք բարձրագույն կրթության ոլորտում, մենք օրինակ 10 տարի հետո, 15 տարի հետո կունենանք կառավարության ստորաբաժանումներ, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալներ, ովքեր գիտեն, թե օրինակ պետական գնումները ինչպես պետք է հայտարարել։ Օրինակ դուք գիտեք, որ պետական ոլորտում մենք ունենք գնումների մասնագետների խնդիր։ Օրինակ պետությունը ինչ է անում դրա համար։ Օրինակ գնում է բուհերին ասում, ինձ տուր գնումների մասնագետներ, պետական գնումներ իրականացնելու, ընդհանցակարգեր սահմանելու համար։ Ինձ պետք է այսինչ մասնագետը, որ օրինակ երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացման մասին, էկոնոմիկայի նախարարություն լինի այնպիսի ստորաբաժանում,
իր հետազոտական կարողություններով եւ այլն, որը կկարողանա կառավարել այս ճգնաժամերը։ Ես կարծում եմ Հայաստանում, երբ որ ասում ենք բոլոր խնդիրների օջախը բուհն է, բարձրագույն կրթությունն է, համալսարանն է, հենց սա նկատի ունեմ։ Այսինքն ես այս օրինակը ինչի համար բերեցի, որ նույնիսկ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը կախված է նրանից, թե պետությունը ինչ քաղաքականություն է վարում բարձրագույն կրթության ոլորտում, ինչ առաջարկ է տալիս բուհերին, ինչ պահանջարկ է սահմանում բուհը եւ այլն։ Դե սա հենց այն խնդիրն է, որ հիմա կառավարությունը հապճեպ ինչ որ որոշումներ, ինչ որ կոչեր է արձակում հասկանալով, որ մեծ խնդիր ունենք կադրային խնդիր ունենք, բայց դուք էլ ասում եք ունենք այդ երիտասարդներին եւ անպայման չի գնալ մոդայիկ ձևակերպումների, որ 50 կարևորագույն բուհեր լինեն, թե ինչ լինեն։ Ես կարող եմ այդ օրինակ բերեմ, էլի որպեսզի հասկանալի լինի նաեւ այդ առումով։ Ես տեսել եմ Օքսֆորդ ավարտած հայ ազգանունով մարդու, երիտասարդի եւ նաեւ ոչ երիտասարդի, եւ տեսել եմ Երևանի պետական համալսարան ավարտած, ինքնակրթությամբ զբաղված, վերապատրաստումներ անցած, Հայաստանի իրական խնդիրներին իրեն հոգեհարազատ համարող մարդու։ Եվ ես կարող եմ ասել, մենք պետք է շեշտը դնենք հենց այդ մարդու վրա։ Այսինքն ոչ թե Հայաստանի իրականությունից կատարված, ինչ որ միջազգային բուհեր սովորած, Հայաստանի կոնտեքստը չհասկացած մարդը պետք է լինի մեր թիրախը, մեր, այսպես ասած, ակնկալիքը, այլ մեր ակնկալիքը պետք է լինի հենց Հայաստանում կրթություն ստացած, Հայաստանի բոլոր խնդիրներով անցած, Հայաստանի պետության, կառավարության օժանդակություն դրսում սովորած հետեկած մարդը։ Մենք չպետք է խնդրենք, որ զուտ top 200 բուհ եթե ավարտել ես, վերջ, դու մեր սրտի ուսանողն ես, դու մեր սրտի կադրն ես, այսպես ասած։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շատ բան ինձ համար նոր բան դուրս բերեցի այսօրվա մեր զրույցից, կարծում եմ մեզ լսողները եւս ինչ որ բան իրենց համար կարողացան պարզել, հասկանալ։ Ես ամենակարևորը, որ ես հասկացա, մենք պետք է լսենք մեր երիտասարդներին, մենք պետք է չհամարենք, որ երիտասարդ են, այդ անջատվածությունը, այդ սեպարացիան պետք է վերացնել։ Մեր երիտասարդները բավականին խելացի են եւ բավականին ասելիք ունեն այս հասարակության մեջ։ Պարզապես պետք է այդ նեղացվածությունը, այո, դուք ասում եք 18 թվականին այդպես մեծ ալիք եղավ երիտասարդական եւ հետագայում այն ինչ տեղի ունեցավ, դե տեղի ունեցավ պատերազմը եւ պատերազմի մեղավորությունը երիտասարդների ուսերին չէ, երիտասարդների մեղքը չէ, բայց այսպես վախ մտցվեց երիտասարդության մեջ, կարելի է այդպես ասել, այդ ցավը մնաց երիտասարդությունը չեմ ասում թերարժեքության, մեղավորության կոմպլեքսի մեջ, բարդույթի մեջ հայտնվեց։ Այո, այդպես է, որը պետք է վերացնել, որքան շուտ վերացնենք, այնքան Ես կուզեմ տենց կիսադավադրապաշտական մի հատ թեզ առաջ քաշել, որը գոնե արժանի է քննարկման։ Ես երբեմն մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր, ու ասեմ մի կողմից չէ, տարբեր կողմերից փորձել են մեղադրել այն մարդկանց, ովքեր 2018-ին դեր են ունեցել հեղափոխության իրականացման գործընթացում, այդ թվում երիտասարդների։ Ես կարծում եմ, այդ խոսույթի նպատակն է եղել, որ նման մարդկանց դերը նվազեցվի հետագայում X պահի քաղաքական գործընթացների հանգուցալուծմանը մասնակցելու առումով։ Այսինքն, այնպես անել, որպեսզի այդ մարդիկ իրենց մեղավորությունից, իրենց պատասխանատվությունից ելնելով, ուղղակի փորձեն իրենց ձեռքերը մաքրել քաղաքականությունից, չզբաղվել քաղաքականությամբ, եւ այդ նարատիվը, այդ խոսույթը ունի շատ հստակ նպատակներ, եւ հենց այդ նպատակներից մեկը հենց դա է, թույլ չտալ, որ անկախ նոր ստեղծարար ուժեր հայտնվեն քաղաքական դաշտում, միշտ լինեն նույն տիպի մարդիկ, ովքեր այս քաղաքական ուժից կգնան այս մի քաղաքական ուժը, հետո այս մի, ու այսպես շրջանը կպտտվի։ Վերջերս հանրայինի բանավեճում ասում էին, նմանեցնում էին այդ կարտերի հետ, երբ որ նույն տուփի մեջի կարտերի հետ, այսինքն նույն քաղաքական գործի հետ տուփի հետ տարբեր բաների մեջ են նստում, այսինքն նույն կարտը կարելի ասել հայտնվում է տարբեր մարդկանց ձեռքերում։ Եվ նաև այս քաղաքական համակարգի թիվ 1 սփառնալիքը այն կլինի, երբ որ հայտնվի նոր պատկերացումներով, նոր արժեքներով մարդկանց մի խումբ, որը լրիվ այլ կերպ է մտածում, այլ կերպ է պատկերացնում Հայաստանի ապագան, քան ուղղակի վիրավորանքը դարձնել քաղաքական խոսույթի մաս, ու կարծում եմ
այս թիրախավորումը նաև այս նպատակն է հետապնդում, նաև մեր աշխատանքն նրանում է, որ ցույց տալ, որ կարող է սխալվել քաղաքական գործընթացներում, բայց որևէ մեկը չի կարող քեզ մեղադրել, որ դու ուղղակի մասնակցել ես մի գործընթացի ու ընդհանրապես այդ գործընթացի ամբողջ արդյունքները բարդեն քո ուսերին։ Այսինքն մեր նպատակը այն է, որ երիտասարդներին ցույց տանք, որ անկախ թե իրենք ինչ պատկերացումներ ունեցել 2018-ին, իրենք այս պահին չեն կարող ուղղակի այդ ամբողջ բեռը միայն իրենց վրա վերցնել, հակառակ եթե նույնիսկ վերցնում են, պետք է զբաղվեն քաղաքականությամբ, այլ ոչ թե հեռանան քաղաքականությունից։ Դե ինչ, restart-ը լավ անվանում է եւ restart-ը լավ process է։ Այո։ Թող restart լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ։ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։